44-օրյա պատերազմի մասնակից Արման Պետրոսյանը արդարադատության նախարարության մոտ նստածույց է սկսել՝ ի աջակցություն միակ կին քաղբանտարկյալ Լիդիա Մանթաշյանի ազատ արձակման։ Դատարանը վերջերս Լիդիա Մանթաշյանի խափանման միջոց կալանքը երկարաձգել էր ևս 3 ամսով՝ դատաքննությանը չխոչընդոտելու հիմնավորմամբ։ Լիդիայի միջոցով փորձում են ցավ պատճառել Բագրատ Սրբազանին։ Նստածույցի պատճառը կանում է նրանում, որ մենք փորձում ենք այս միջոցով հանրության շրջանակում ձայնը ավելի հնչեղ լինի, որպեսզի օր առաջ Լիդիան դուրս գա քրեակատարողական հիմնարկից։ Ակնկալիք կա, որ իրեն ազատ արձակեն, գոնե այս անգամ դատախազությունը եւ դատարանը անաչառ գտնվեն եւ քանի դեռ մեղադրանքը չի ապացուցվել, Լիդիան գտնվի ազատության մեջ, ու ես համոզված եմ, իմ նման շատ մարդիկ համոզված են, որ մեղադրանքը շինծու է եւ քաղաքական հետևանքների զոհ է դարձել ուղղակի Լիդիան։ 39-ամյա Մանթաշյանը մեղադրվում է ահաբեկչության փորձի եւ իշխանության յուրացում նախապատրաստելու համար։ Դատարանը որոշել է Լիդիա Մանթաշյանի տեսակցությունների վրա դրված արգելանքը չհանել։ Նրան կարող են այցելել միայն ընտանիքի մերձավոր անդամները։ Այն դեպքում, երբ նույն գործով գլխավոր մեղադրյալ Բագրատ Սրբազանի դեպքում այդ արգելքը հանվել է եւ նրան կարող է այցելել ցանկացած ոք։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանի խոսքով Լիդիային կարողանում է այցելել միայն քույրը, ամիսը 2 անգամ։ Մայրը բատարող չէ, ունի սրտի խնդիրներ, այդ պատճառով դստեր կալանքը երկարաձգելու մասին չեն հայտնել։ Հայրը անցած տարի է մահացել։ Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում Կիրակնորյա պատարագին, որին բացի Նիկոլ Փաշինյանից մասնակցում էր Մասյացյոտ թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, նույն թեմի հոգևոր հովիվներից Տեր Զարե Քահանան է անդրադարձել ու գրել մեջբերում. «Եթե ձեր դեմ կան կոմպրոմատներ եւ դուք չեք կարողանում դրանց հակադարձել տղամարդու նման, լավ է որ թողնեք ձեր կարգը եւ արժանապատվորեն հեռանաք։ Շանտաժ, կաշառք, պաշտոնի խոստում, ոչինչ չի կարելի փոխել արժանապատվության հետ»։ Պատարագին կաթողիկոս անվան չհիշատակելու հարցին Տեր Գևորգ եպիսկոպոսը չի պատասխանել։ Նա հորդորել է մոտենալ քահանային։ Սրբազան պատարագի ժամանակ չհնչեց վեհափառ հայրապետի անունը։ Դուք ինչով եք դա պայմանավորում, ձեզ համար դա ընդունելի էր։ Սրբազան, դուք եք տնօրինել պատարագը։ Ինչ կարող եք ասել։ Արդյոք կարգ է խախտվել թե ոչ։ Մոտեցեք Ադրբեջանցի գործընկերներ իրենք ինչ Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հարցը բարձրաձայնվել է Ադրբեջանում։ Այսօր լրագրողների զրույցում նշել է Բաքու այցելած հայկական պատվիրակության անդամը, հավելելով, որ բարձրաձայնել է նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ։ Ալիևի օգնականը խնդրել է հայ հասարակությանը փոխանցել, որ պատերազմը Ադրբեջանի համար ավարտվել է։ մի քանի ուղերձ, որ մեր հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնականի հետ ինքը խնդրել է, որպեսզի մենք փոխանցենք Հայաստանի հասարակությանը։ Առաջինը այն է, որ ուրեմն պատերազմը ավարտվել է, Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա, որ կոնֆլիկտը ավարտվել է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը իրենց համար ավարտված է, որ իրենք ուզում են այս չպատերազմ վիճակից կառուցեն խաղաղություն եւ գնան դեպի խաղաղություն, եւ իրենց համար չափազանց կարեւոր է այս մեսեջը մեր միջոցով, ինչպես իրենք նշեցին, փոխանցել Հայաստանի հասարակությանը, որ իրենք ցանկանում են Հայաստանի հետ համապարփակ եւ երկարաժամկետ խաղաղություն կառուցել ու պատրաստ են այդ ճանապարհով գնալ առաջ, եւ որ երևի թե նաեւ չափազանց նորից կարեւոր է, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի։ Նոյեմբերի 2-ից մինչ օրս Պարեկային ծառայությունը Երևանում եւ մարզերում ստուգել է 1492 ավտոմեքենա։ Հայտնաբերվել է թույլատրելի նորմերին չհամապատասխանող սարքավորումներով համալրված 167 տրանսպորտային միջոց։ Վարորդները ենթարկվել են նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով տուգանքի։ Նորմերին չհամապատասխանող խլացուցիչները, բարձրախոսները եւ լրացուցիչ ուժեղացուցիչները իրավապահները բռնագրավել են։ Վարորդները կորցրել են 2 տուգանային միավոր։ Նոյեմբերի 2-ից ուժի մեջ են մտել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունները, ըստ որի պատասխանատվության են ենթարկվում այն վարորդները, որոնց մեքենաներում տեղադրված են ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչներ, նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ բարձրախոսներ։ Կենսաչափական տվյալների Մոլերում կբացվեն միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության գերժամանակակից գրասենյակներ, հայտնել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Սրանով մենք հանրային ծառայությունների մատուցման բոլորովին նոր ստանդարտ կսահմանենք Հայաստանի Հանրապետությունում։
հակելով անձնագրային համակարգի հնամաշ եւ ցածրորակ ենթակառուցվածքի էջը, կոտրելով ոլորտի կարծրատիպերը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարծում է, որ օդի որակի խնդիրը հատկապես սրվում է ձմռան ամիսներին, քանի որ քաղաքացիները իրենց բակերում տերևները հավաքում եւ այրում են։ Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Ավինյանը նշել է, որ տերևներ ու աղբ այրելը բազմակի անգամ ավելի վտանգավոր է, քան շինարարը կամ փոշին, որի դեմ իրենք պայքարում են։ Սիրելի երևանցիներ, այդ փոքրիկ տերևների եւ աղբի վերամշակման գործարանները ուղղակիորեն առաջին հերթին թունավորում են ձեզ, թունավորում են ձեր շրջակա միջավայրը, թունավորում են երեխաներին։ Նրա խոսքով խոսելուց բացի պետք է որոշակի գործիքակազմ ստեղծել։ Հայաստանի Հանրապետության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը իր հերթին հիշեցնում է, որ տերևաթափից ստացվող թափոնների այրումը օրենքով արգելվում է։ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով նման թափոնների այրումը առաջացնում է նախազգուշացում կամ 50,000 դրամ տուգանք։ Ավելի նվազ վնաս։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովում այսօր քննարկվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու մասին նախագիծը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ որոշումը կտարածվի 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա եւ չի վերաբերի հունվարի 1-ի դրությամբ արդեն զինվորական ծառայության մեջ գտնվողների վրա։ Նախարարի խոսքով ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության մեջբերում գրավչության ավելացման ու ընդլայնման ուղղությամբ կատարված աշխատանքի շնորհիվ։ Պապիկյանը վստահեցրել է, որ իրենց կատարած քայլերի արդյունքում բանակում ծառայելու գրավչությունը էապես մեծացել է։ Մահացել է Արարատ 73-ի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն, Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ եւ Մոսկվայի Սպարտակի լավագույն ռմբարկու, խորհրդային լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանը։ Նրա անունը 11-ներ շարունակ մեզ համար ֆուտբոլ խաղի հոմանիշներ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցել է Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ։ Նա միշտ փայլել է որպես ֆուտբոլիստ, մարզիչ եւ պաշտոնյա, իր անունը ոսկե տառերով գրելով հայկական եւ խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ, ասված է հայտարարությունում։ Подумайте, что это излишнее. Կյանքից հեռացել է հայտնի հայ բռնցքամարտիկ, առաջին միջին քաշային կարգում չեմպիոնական տիտղոսի նախկին հավակնորդ Վանես Մարտիրոսյանը։ Մարտիրոսյանը 39 տարեկան էր, վերջին 2 տարիների ընթացքում նա պայքարում էր մաշկի քաղցկեղի դեմ։ Ժնևում կայացած Թրամփի խաղաղության 28 կետանոց ծրագրի շուրջ ուկրաինական եւ ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցությունների արդյունքում կողմերը մշակել են թարմացված եւ կատարելագործված խաղաղության ծրագիր։ Ես այժմ չեմ կարող մանրամասներ ասել։ Մեր ծրագիրը պետք է հաստատեն նախագահները։ Կան մի քանի հարցեր, որոնց ուղղությամբ մենք պետք է շարունակենք աշխատել։ Կարծում եմ այսօր հակամարտության հարցի շուրջ ունեցած ամենաարդյունավետ օրներ վերջին շատ երկար ժամանակից ի վեր։ Նախատեսվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կայցելի ԱՄՆ քննարկելու խաղաղության ծրագիրը։ Ավելի վաղ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել էր, որ արդեն իսկ անցկացրել է հանդիպում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդների խորհրդականների հետ։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինային անշնորհակալ էր համարել իրենց ջանքերը չգնահատելու համար, ինչից հետո Զելենսկին տեսանյութ էր հրապարակել, որտեղ շնորհակալություն էր հայտնել ԱՄՆ-ին եւ կոչով դիմել իր ժողովրդին։ Ըստ փորձագետների, եթե Ուկրաինան չընդունի Թրամփի ծրագիրը, պետք է պատրաստ լինի կապիտուլյացիայի։ Так як я завжди намагаюсь говорити з вами. Մամուլում հրապարակվել է ուկրաինական պատերազմի խաղաղության եվրոպական ծրագիրը, որը որպես ամերիկյան ծրագրի այլընտրանք կազմել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան։ Ծրագիրը ստեղծվել է ամերիկյան տարբերակի հիմքի վրա, սակայն որոշ կետեր էականորեն տարբերվում են։ Հիմնական տարբերություններից մեկը ուկրաինական զինված ուժերի թվի չափն է։ Բացի այդ, եվրոպական ծրագիրը չի արգելում Ուկրաինային մտնել ՆԱՏՕ-ի կազմ, ինչպես նաեւ որ ռուսական ակտիվները կմնան սառեցված, մինչեւ Ռուսաստանը չփոխհատուցի պատերազմում հասցված վնասը։ Այս ամենի ֆոնին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը G20 գագաթնաժողովի շրջանակներում տեսանյութ է հրապարակել, որտեղ զգուշացրել է ԱՄՆ-ի առաջարկած ծրագիրը չի հանգեցնի կայուն կարգավորման եւ նշել Եվրոպայի հիմնական առարկությունները։ Ցանկացած հավաստի եւ կայուն խաղաղության ծրագիր նախ եւ առաջ պետք է դադարեցնի սպանությունները եւ ավարտի պատերազմը առանց ապակա հակամարտության սերմեր ցանելու, ասել է ֆոն դեր Լեյենը։
те самые, как сейчас. Ռուսաստանը դեռևս բանակցություններին հերվից է հետևում։ Մոսկվան չի ստացել որևէ տեղեկություն Ժնևում ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ եվրոպական երկրների մասնակցությամբ անցկացված բանակցությունների մասին։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով Մոսկվայում չեն գիտակցում, թե ինչ տեքստով է ծրագիրը մշակվել այս հանդիպումների ընթացքում։ Կրեմլը չի ցանկանում ԱՄՆ-ի, Ուկրաինային վերաբերող ծրագրի քննարկումը իրականացնել ԶԼՄ-ների միջոցով, քանի որ դա անհնարին ու ոչ գրագետ է համարում, ասել է նա։ Киевский режим, ну, скажем так, пошел в разнос. Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին։ Թիրախավորման հետևանքով զոհվել է Հեզբոլլա շարժման ամենաակնառու հրամանատարներից Հայթամ Ալի Տաբտաբային։ Ըստ իսրայելական կողմի նա ղեկավարում էր Հեզբոլլահի կարողությունների զարգացման եւ վերազինման աշխատանքները։ Պակիստանում ահաբեկիչները հարձակվել են Փեշավար քաղաքի դաշնային ոստիկանության գլխավոր շտաբի վրա։ Ավելի քան 3 մարդ արդեն սպանվել է։ Զինյալներից մեկը իրեն պայթեցրել է շենքի դարպասի մոտ, իսկ երկրորդը մտել շենք։ Ոստիկանությունը շրջափակել է տարածքը։ Լսվել են կրակոցներ։ Խոշոր պայթյուն է եղել Բաքվի Աֆեն Պլազա բիզնես կենտրոնում։ Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան։ Ըստ ադրբեջանական մամուլի զոհեր չկան, վիրավորվել է 7 մարդ։ Առաջին անգամ ժայթքել է Եթովպիայի Հայլի Գուբի հրաբուխը։ Լեռան գագաթին ձևավորվել է 10-ից 15 կիլոմետր բարձրությամբ մոխրի ալիք։ Արբանյակային տվյալները ցույց են տվել ծծմբի երկօքսիդի զգալի արտանետումներ։ Երկրաբանական այս իրադարձությունը կարող է լրջորեն ազդել Եթովպիայի էկոլոգիայի վրա։ Մոսկվայում դեռահասը դանակահարել է առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակցին, որն իրեն նկատողություն էր արել։ Նույն օրը ձերբակալման ժամանակ դեռահասը վնասվածքներ է պատճառել նաև 2 ոստիկանի։